Աստծից տրված է, որ փոխանցելուց ես վերնագրել եմ այսպես. ընդունիր Տիրոջ բաժինը։ Գիտեք, Աստված ամեն ժամանակ մեզ համար բաժին ունի։ Մենք ենք ընտրողը։ Ինչ ես ընտրում դու այսօր աշխարհում։ Որտեղ կա մի տեղ, որը քո որոշումը փոխում է, ինչ կա, որ քո որոշումը ծեռում է, որպեսզի դու Տիրոջ բաժինը չընտրես։ Երբ որ մենք Աստծուն մոտենում ենք, նույնիսկ Աստծու սեղանին մոտ նստած, Աստծո ոտքերի տակ նստած, մենք կարող է Աստծո բաժինը չվերցնենք, սիրելիներ։ Մենք կարող ենք մտածել բաներ, որոնք մեր մտքին հարմար չէր, այդ պահին մենք այդպես չէինք մտածում, ինչ որ մեկից նեղացած էինք, ինչ որ մտքերից մի բան կար, որը թույլ չէր տալիս Աստվածային օրհնությունը վայելենք եւ ընդունենք, բայց Աստված միևնույն է այդ բաժինը ունի քեզ համար։ Աստված ունի օրհնության բաժինը։ Ինչ եմ ընտրում ես այսօր, որն է այն ընտրությունը, որը ինձ տանում է այն օրհնության մեջ կամ այն սխալի մեջ, որը ես կատարում եմ։ Գիտեք, Աստված ունի, Աստված շատ բան ունի, բայց դա կարծես թե մեզ համար ուղղակի լսելիք է, ուղղակի մենք մտածում ենք, որ Աստված ունի օրհնություն, Աստված ունի բաժին, ինչ բաժին, որն է իմ բաժինը, ուղղակի գալ եկեղեցու նստելը գնալը, թե ես ունեմ ավելին, կա ավելի մեծ բաժին, որի համար ես կանչված եմ, որի համար Աստված ինձ կանչել է, այս աշխարհի մեջ ծնել է, ընտրել է, եւ այսօր ես կարող եմ այդ բաժինը վերցնեմ այդ բաժնի մեջ ապրեմ եւ այդ բաժնից ասեմ Տեր շնորհակալ եմ որ այս բաժինը տվեցիր ինձ։ Մի շատ հետաքրքիր հատված Հովհաննեսի ավետարան 13-րդ գլուխ, այս հատվածից եմ խոսելու այսօր։ Առաջին համարի մեջ այսպես է գրված. Զավգի տոնից առաջ Հիսուսը գիտենալով որ իր ժամանակը հասել է, որ այս աշխարհից պիտի ելնի հորքով, սիրելով իրենները, սիրելով այն մարդկանց, ով իրեն է պատկանում ես Աստծուն, դու Աստծո սիրված ես, դու Աստծո սիրելին ես, միգուցե աշխարհը շշնջացել է քո ականջին, որ Աստված քեզ չի սիրում, դու այն օրը մեղք գործեցիր, երկու պաշտամունք էլ չես եկել, աղոթքի կյանքը թուլացել է, դու չես Աստծուց ընտրված չես, սիրված չես Աստծուց, բայց Աստված ասում է, որ Աստված հավաքեց, ում որ սիրում էր, այսօր Աստծո տան մեջ նստած յուրաքանչյուր մարդու, Աստված իր սերը հայտնել է եւ այդ սիրով հավաքել է, ամեն, որոնք այս աշխարհի մեջ էին, մենք աշխարհի մեջ ենք, բայց Աստծուց ընտրված եւ սիրված, եթե քեզ թշնամին խաբել է, եթե ուզում է խաբել, որ դու Աստծո սիրելին չես, Աստծո խոսքը ասում է Աստված հավաքեց, որոնք աշխարհի մեջ էին, եւ մինչեւ վերջել սիրեց նրանց։ Գիտեք, ես խոսքերը գիտեի, կարդացել էի, բայց առավոտ եւս մեկ անգամ երբ որ կարդացի, ասում եմ Տեր, ես իրականում քո սերը չեմ ճանաչում, ինչքան մեծ է քո սերը։ Ոչ թե ուղղակի դու կանչեցիր, որովհետև սիրում էիր, ասում եմ մինչև վերջել սիրեցի, այսինքն կարենանց դու ինչքան որ ապրում ես, Աստված քեզ սիրում է, որովհետև իր խոսքը ասում է, որ մինչև վերջ սիրեց քեզ։ Ուզում եմ, որ երբեք չկասկածես, որ Աստված սիրում է քեզ։ Ուզում եմ, որ երբեք չերկմտես, որ Աստծո սերը պակասել է քեզանից։ Ուզում եմ, որ Աստծո լիառած սերը զգաս Աստծո տան մեջ, քո տան մեջ, աշխարհի մեջ, դու որտեղ որ կաս, երբևէ լինում ես, ուզում եմ, որ հստակ իմանաս այս հայտնությունը, որ Աստված քեզ սիրել է, սիրում է եւ մինչեւ վերջ սիրելու է, որովհետեւ իր խոսքը ասում է, որ Աստված սիրում է քեզ։ Ամեն։ Աստված սիրում է Հիսուսին։ Աստված սիրում է իր որդուն։ Մի համար ես ուզում եմ սիրո մասին կարդալ, որպեսզի ձեր մտքի խորությանը հասնեմ։ Ով է մտածում երբևէ այսպիսի բան, եթե ոչ հայրը։ Ինչքան է սիրում Հիսուսին։ Շատ չէ։ Մտածում ես, որ Աստված ինչքան որ Հիսուսին է սիրում, այդ կամ է քեզ է սիրում։ Եվ բոլորիս
մտածել ես երբևէ, կամ խոսքի դա ես չեմ ասում, ես իմ Աստվածաշնչից կարգարկում եմ խոսքը սիրելիներ։ Հայրը ինչքան որ սիրեց Հիսուսին, այդքան սիրեց քեզ։ Մենք մտքերից մեջ ենք ասում, պես բան հնարավոր չէ, որովհետև մենք ուր Քրիստոսը ուր, բայց իրականում որ սերը այսպիսին էր։ Հովհաննեսի ավետարանը 17-րդ գլուխ 23-րդ համար։ Որպեսզի իրենք կատարյալ լինեն միության մեջ եւ աշխարհը գիտենա, թե դու ինձ ղերգեցիր եւ սիրեցիր նրանց, Աստված եկել էր մեզ համար, որովհետեւ մենք աշխարհի մեջ էինք, Հիսուսը ասում է, որպեսզի իրանք գիտենան, որ ինչքան որ դու ինձ սիրեցիր, Հայր, այնպես էլ նրանց սիրեցիր։ Հայրը ինչքան որ Հիսուսին սիրել, այդքան մեզի սիրեց։ Դրա համար էլ իր որդուն տվեց ցած գնա։ Աստծո սերը անզուգական է սիրելիներ, Աստծո բաժինը անզուգական է։ Աստված ուզեց, որ իր որդուն ուղարկեր, որ այդ սերը հայտներ մեզ, որովհետև ինքը այդ սերը ուներ մեզ համար։ Աշխարհի սկզբից մինչև հիմա դրա համար էլ Աստված բաժինը, որը ընտրեց ինձ եւ քեզ համար լավագույնն է։ Ուղղակի ինչ պատճառներից է, մենք շատ հաճախ չենք գրում այն բաժինը, որ Աստված պատրաստել է մեզ համար։ Եվ Հիսուսը իր սերը հայտնելով իր աշակերտներին վերջի ընթրիկը, որտեղ հավաքել էր այն մարդկանց, այն աշակերտներին, ովքեր ամենամտերիմն էին նրա հետ եւ նստած էին նրա հետ այդ սեղանին, այսօր մենք էլ մեր ժամանակի մեջ այսօր նստած Աստծո տան մեջ, որովհետև սիրում ենք նրան, սիրում ենք նրա խոսքը, ներկայությունը, դրա համար էլ Աստծո տան մեջ ենք։ Աստված հավաքել է մեզ, որպեսզի իր բաժինը փոխանցի մեզ։ Որն է բաժինը, որ Աստված ուզում է տալ մեզ։ Եվ երբ որ ընտրիկը կլիներ, բոլորը հավաքված էին եւ Հիսուսը վեր կեցավ։ Նստած էին աշակերտները, Հիսուսը վեր կեցավ, վերցրեց սրբիճը, վերցրեց կունկը, ջուրը լցրեց մեջը եւ սկսեց աշակերտների ոտքերը լվանալ։ Հիսուսը սկսեց ծառայություն մատուցել։ Երբեմն մտածել ես, որ դու այդ նստածներից մեկն ես։ Մի օր էլ Հիսուսը մոտեցավ քեզ եւ ասեց՝ «Թույլ կտաս ոտքերը լվանա»։ Գիտեք, մենք էլ Պետրոսի նման, ես ինչքան կարդում եմ Աստվածաշունչը, ես Պետրոսի վրա զարմանում եմ։ Լուրջ եմ ասում։ Կարող էին շատերը չարձակակել, բայց ես մարդը իմ նման էր, ես ինձ էլ երբեմն տեսնում եմ, որտեղ ես էլ եմ զգացում գայի, եւ ես կարելի ասել առաջիններից մեկն եմ արձագանքում, եւ ես մտածեցի, որ ես էլ կանեի այն ինչ որ Պետրոսն արեց։ Պետրոսը ասեց. «Տեր, սպասի, դու իմ ոտքերս մի լվա»։ Գիտեք, ոտքերը այն ժամանակվա մարդու ամենակեղտոտ մարմնի մասն էր, որովհետև ժամանակակից կոշիկներ, գուլպաներ չկար եւ նրանք ոտափոփիկ քայլում էին եւ փոշոտ ճանապարհների հողեր կտրելով անցնելով ամենակեղտոտ տեղն էր մարդու մարմնի։ Եվ պատկերացրեք, Հիսուսը այնքան է սիրում մեզ, որ ասում է՝ «Թույլ տուր, ես ծառայություն մատուցեմ քեզ»։ Թույլ տուր, քո այսպես ասեմ, ամենաթերի տեղը, որտեղ դու թերի ես, որտեղ դու կատարյալ չես, որտեղ դու մեղավոր ես, որտեղ դու կեղտոտ ես, թույլ տուր, ես այդ տեղը լվանամ, թույլ տուր, քո ոտքերը լվանամ։ Մենք էլ Պետրոսին արձագանքում, Տեր, սպասի, չէ, դու մի երա, սպասի հրեշտակը կգա։ Այսօր մենք շատերս հրեշտակ կսպասենք, այսօր շատերս հրավերքի կսպասենք։ Այ եթե մենք հրավերք ունենանք ինչ-որ տեղ գնալու, կերուխումի, շուտը օքեյ խփած է, կապ չունի, մենք այդ ժամանակ ունենք, թե չունենք, հարմարվում ենք։ Բայց երբ որ Տիրոջ տան ծառայության օրինակները, ես ինչու համար ասեցի նարեք սիրելիներ։ Արդյոք կար քո կյանքի մեջ որոշում այս շաբաթվա ծրագրերին մասնակցել։ Ես այս շաբաթն եմ ասում, դու տես այն ամեն ծրագրերը, որոնք Տիրոջ տան մեջ լինում են։ Հիսուսը ուզում է քեզ ծառայություն մատուցի։
Հիսուսը ուզում է մոդենալ քեզ, քո ոտքերը լվանա, ուզում է քեզ օրհնի, ուզում է իր բաժնից քեզ բաժին տա։ Մենք ասում ենք սպասի, Հիսուս չէ, սպասի, մենք այսօր զբաղված ենք, այսօր հարմար չէ, այս մի օր եկու չէ, մյուս օր այս մեխանապակը բաց թողնի, մյուսին կմասնակցել, այս 5 շաբթին անցնի, գործերս հոգամ, ես քեզ եմ 2-5 շաբթի եք անցնի, 3-ն էլ կանցնի, եթե դու որոշում չունիս այս տալու Տիրոջ մոտ։ Այսօր Տերը տարբեր ծառների միջոցով ծառայություն ունի։ Ծառայություն է մատուցում քեզ։ Հիսուսը ուզում էր Պետրոսի ոտքերը լվանալ։ Պետրոսը ասեց. ոչ Հիսուս։ Գիտեք դա մարդինն էր։ Մենք էլ շատ անգամներ Տիրոջը պատասխան ունենք։ Ոչ։ Եվ դա գիտեք ինչպես է։ Մեր խոսքով չէ։ Պետրոսը հələ բառացի ասեց որ չէ։ Մենք ուղղակի սուսուփուստում ինչ լսեցինք, չենք ասում չէ։ Մենք չենք քնում։ Մենք չենք մասնակցում։ Մենք չենք ընդրում Տիրոջ բաժինը։ Լուրջ ինչ մի հեչերը չասեցին։ Ասեցին ով ուզում էր թող գնա։ Լավ դու չես ուզում գնալ։ Չկա մեկը, որին կարող ես ուղղորդել, չկա մեկը, որը քո համար թանկ է եւ ասես որ գիտես, այստեղ փրկության լույս կա, այստեղ ողջունություն կա, այստեղ բաժին կա, որի մեջ մենք կարող ենք ողջունել։ Ու ես վստահ եմ, որ ամեն մեկս կարող ենք գտնել մարդկանց, որոնց համար կարող ենք Աստծո առկայությունը լույսի պես դարձնել։ Մարդկանց ոտքերը լվանալ, մենք էլ չենք լվանում, կա մեկը, որը լվանալու է։ Ուղղորդեք այդ մարդը կլվանա առանց տետնջալու, այդ մարդը կծառայ առանց տետնջալու, մենք կարիք ունենք քաջալերել մեկս մյուսիս, Տիրոջ ծառայությունը ընդունելու սիրելիներ։ Գիտեք Հիսուսը Պետրոսին այնուամենայնիվ մի բան ասեց, Հիսուսը չհանձնվեց, ինչպես մենք ենք հանձնվում, մենք հանձնվում ենք։ Մենք մեր բանորերեցինք մեկի դուրը չեկավ, մեկն որ մեր բարըպսեց, տոքսենք հլը ես չենեմ որ դու էլ ու շուտում է սերպիշն է հանին, ջուրներ ստեսին։ Հիսուսը չզիջեց։ Թույլ տվեց Պետրոսը հայտնությունը արի։ Գիտեք ինչ ստեց Հիսուսը Պետրոսին, ես ուզում եմ կարդալ։ Այսօր նույն բանը ինձ եւ քեզ է ասում Հիսուսը։ Հիսուսը ասեց, ինչ որ ես անում եմ 7 համարի մեջ, դու հիմա չես հասկանում։ Ինքը չասեց, որ Պետրոս դու չես հասկանում կյանքի մեջ։ Ուղղակի ասեց, որ Պետրոս ես հիմա ինչ որ անում եմ, դու հենց հիմա չես հասկանում դա ինչ է։ Մեզանից շատերը երբ որ ապաշխարեցին եւ Տիրոջը ընդունեցին, մտածում էի, որ դու պիտի քարոզիչ լինեիր, մտածում էի, որ դու առաջնորդ պիտի լինեիր, ծառայող պիտի լինեիր։ Մենք ուղղակի Աստծուն սիրում ենք եւ ասեցինք այն։ Մենք չենք հասկանում հետո ինչ էր։ Հիսուսի ասած խոսքերն էր, բայց հետագայում մենք հասկացանք, թե ինչ կատարվեց մեզ հետ։ Հիսուսը ինչ արեց Պետրոսի հետ, կամ ինչ էր ուզում Հիսուսը անել Պետրոսի, Հիսուսը ինչ էր ուզում, որ բաժին էր ուզում տար Պետրոսի, այն Պետրոսի, որը ցերնոր սերկրտություն չուներ, ոչ մի բան չուներ, բայց Հիսուսը լավագույն բաժինն ուներ Պետրոսի համար եւ ուզում էր դա Պետրոսին տալ, իսկ Պետրոսն ասում էր Հիսուս սպասի, չէ, դու պիտի չանես։ Այսօր Աստված ընկել է մեր հետևից, ասում է արի օրհնում։ Մենք ասում ենք Հիսուս շանը սպասի, ես ինք շաբթին անցնի, ես ուրբաթն անցնի, ես գործերս էլ անցնեմ, ես ձմեռն էլ անցնի։ Մենք այսօր նույն խոսքերն ունենք Հիսուսին։ Հիսուսն էլ ուրիշ բան ունի մեզ ասելու։ Ասում է հենց հիմա չես հասկանում, բայց հետո պիտի իմանաս։ Ես ուզում եմ իմանալ Հիսուսն ինչ ունի ինձ համար, ինչ բաժին ունի ինձ համար։ Եվ Պետրոսն էլ ասեց, մենք էլ ունենք այս խոսքը։ Պետրոսը տեսեք ինչքան կտրուկ է ասում։ Ասում է բնավ, դու ինձ ոտքերը պիտի չլավանաս, երբեք, ես դու չեմ տա։ Ես ասում եմ երբեք չեմ ներում։ Մարդիկ ով ցավ են տվել, ով դժվարություն են բերել, կամ խնդիրներ, որոնք որ իմ կյանքի մեջ կա, քո կյանքի մեջ կա, ստիպում են մեզ սխալ հրճակում եւ սխալ որոշում բերելու եւ ասում ենք Հիսուս ոչ, եւ մենք մեժում ենք Հիսուսին։ Դեմ արդեն Պետրոսը տեսնելով մեժում էր Հիսուսին, այսօր ես ու դու ամեն մի բան, որ աստվածային է եւ մենք չենք ընդրում գիտակցաբար կյանքի, Դավիթ
Մենք ասում ենք երբեք չեմ մոտենա այդ մարդուն, երբեք չեմ ները, երբեք այդ ինչի տունը ոչ չեմ դնել։ Մենք ունենք նման որոշումներ, սրանք մարդկային են, երբեք էլ լեզու չեմ դարձնել, երբեք էլ հետը չեմ զրուցի, երբեք բնավ։ Հիսուսը քեզ համար պատասխանում է, այսօր եկել է ծառայել քեզ Հիսուսը։ Հիսուսը քո կյանքի նման որոշումների համար այսօր պատասխան ունի։ Հիսուսն էլ ասեց. եթե ես չլվամ, դու ինձ հետ բաժին չունես։ Պետրոսի խոսքը կտրուկ էր, Հիսուսին է 3 անգամ կտրուկ էր։ Ասեց Պետրոս, եթե ես մի կողմներ չլվանամ, դու ինձ հետ բաժին չունես։ Եթե Հիսուսը ամեն մեկից հանդիպեր, ու այդ վերջին ընդրիկին նստած, ասես կարեն, եթե դու իմ տան մեջ չլինես կիրակի օրը, ինձ հետ բաժին չունես։ Ես վստահ եմ, որ ես պատասխան ունեմ, ես ասում եմ Տեր, ես հաստատ ամեն կիրակի քո տան մեջ եմ։ Ես հիշեցի Ադամայից մի օրինակ, երբ որ նոր էինք ապաշխարել եւ հաճախակի լինում էր, որ կիրակի օրերը եկեղեցի չէին գալիս, օրինակ մի անգամ ծգի գնացի, կիրակի օրերում ետ եկա, ովին հանդիպեցի, ասեց որտեղ եք, ասեցինք ես ինչտեղն ենք, ասեց ոչինչ, դուք էլ կապաշխարեք։ Իրականում մենք հոգևոր արժեքներ ունեինք, մենք ապաշխարած ենք, ես հիշում եմ տարիներ 15 տարի առաջվա պատմություն եմ պատմում։ Ասեցի, մենք գնացել էինք ցեքի, ինքը ծիծաղելով ասեց ոչինչ, ասեց Կարեն ջան, մի օր կգա, որ դու էլ կապաշխարես։ Ու իրականում ես հասկանում եմ, որ ես Պետրոսի նման եմ, ես չէի հասկանում ինքը այդ պահին ինձ ինչ էր ասում։ Բայց անցավ ժամանակներ, հոգևորապես մենք աջավ ավելի։ Ու երբ որ ես հիմա նայում եմ այս հարթությունից, այն հարթության մեջ կատարած իմ որոշումը, ես ասում եմ, որ իրականում ես չեմ հասկացել, բայց իրականում մենք անում ենք այն, ինչ որ Պետրոսն է անում։ Ասում ենք, սպասի Տեր, ես կամ իմ հաճախացել Եվ իրականում դա հանդիսացավ իմ կյանքի մեջ, որ ես իմ որոշումը փոխեցի։ Նայեք, Պետրոսը հիմա քիչ հետո ուղիղ մի քանի վայրկյան հետո Պետրոսի որոշումը նայեք։ Մենք երբ որ սխալ որոշում ունենք եւ չենք ուզում այդ որոշումը փոխել, կներեք Տիրոջ բաժինը մենք չենք կարող ընդունել։ Երբ որ հիմա ես պիտի մտածեմ, որ ես կիրակի օրը ինչ որ բան եմ անելու, գիտեք, կներեք սիրելի Աստծո ժողով, կիրակի օրը Աստծուն է պատկանում եւ որևէ բան անելու իրավունք չունենք, իրավունքը միայն Տիրոջ տան մեջ լինելն է, իր հետ հանդիպումը։ Եթե քո մեջ այդպիսի որոշում չկա մինչև այսօր, դու Տիրոջ բաժինը չես կարող ընդունել։ Եթե դու ուզում ես կյանքը հարմարեցնել Տիրոջ կամքին, ոչ, դու պիտի հարմարվես Տիրոջ կամքին, եթե ոչ, դու Տիրոջ հետ բաժին չունես։ Աստծո խոսքը հստակ է, Տիրոջ բաժինը այն մարդկանց հետ է, ովքեր պատրաստ են ընդունելու այդ բաժինը։ Հիմա դա մեր վարքի, մեր արարքի, մեր որոշումի մեջ, մեր առօրյական կյանքում ինչպես է լինում։ Փաստը մնում է փաստ, որ Հիսուսը կոնկրետ ասեց Պետրոսին, ասեց Պետրոս ջան, շատ լավ ես ասում, չեմ լվա քո ոտքերը, բայց դու գիտեցի, որ դու ինձ հետ բաժին չունես։ Ու ես մտածեցի, արդյոք իմ որոշումը այդքան ուժեղ է, որ ես մտածեցի, որ երկնային բաժնից կարող եմ հրաժարվել, կարող եմ երկնքի օրհնություններից, հավիտենականությունից, մեծ Աստծուն, ով արարեց ամեն բան, ես կարող եմ օրինակ ցեգի գնալը փոխել պաշտամունքի հետ։ Երբ որ հիմա նայում ես, ասում ես, լավ, ինչքան պիտի մարդը այդպես լինի, որ Տիրոջ տան մեջ չլինի։ Գիտեք, իրականում, եթե քո մեջ չկա որոշում Տիրոջ բաժինը ընդունելու եւ Տիրոջ բաժնի մեջ հավատարիմ լինելու, դու կկորցնես այն արժեքները, որոնք Աստված բերել է քո կյանքի մեջ։ Արժեքներ, որոնք քո կյանքի մեջ հարստացրել են քեզ, բայց դու փող ես ուզեցել։ Արժեքներ, հավատարմություն, ընկերասիրություն, ազնվություն, ճշմարտություն, արժեքներ, որոնք Աստվածանից է, որոնք ամեն ոսկուց էլ թանկ է, Աստված բերել է քո կյանքի մեջ, որպեսզի դու օրհնվես, որպեսզի դու լավ լինես, բայց մենք ասում ենք, չէ, սպասի Աստված ջան, այս բանը, այս փողը, սպասի, ես Խուդայի պես եմ, ես քիչ հետո Խուդային պիտի անդրադառնամ սիրելիներ։
Պետրոսն էլ ասեց, Տեր ոչ միայն ոտքերս։ Նայեք, Հիսուսը քսեր, ես քո ոտքերս լվա։ Պետրոսն ասեց ոչ, բայց Հիսուսի պատասխանը, Հիսուսին հանդիպելուց ստանալով Հիսուսի վերաբերմունքը պատասխանը, Պետրոսը ասեց, այն որ ասում էր բնավ, չի կարելի նման բան հնարավոր չէ, նույն Պետրոսը փոխում է իր որոշումը, փոխվում է իր կյանքը։ Եթե դու չես փոխում քո որոշումը, չես ուզում դու փոխվել, Տիրոջ մեջ բաժին չունես։ Պետրոսն ասեց Հիսուս, ոչ միայն ոտքերս, այլ ձեռքերս են, գլուխս են։ Ես պատրաստ եմ ամբողջ մարմինս տամ նվիրեմ քեզ, որպեսզի դու լվանաս։ Մենք այսօր ինչ միջոցներ ցես կգտնենք մեր ձեռքերը լվանալու, մեր ոտքերը լվանալու։ Գիտեք դա ինչ է։ Դա մենք ցույց ենք տալիս մեր անմեղությունը, ուզում ենք ասել, որ Տեր մենք անմեղ ենք։ Պիղատոսը երբ ասեց ձեր մուրը ձեր գլուխը, ինքը ձեռքերը լվանով Հիսուսի որոշման մեջ, ասեց, որ ես մեր չունի ժողովուրդ դուք պահանջեցիք։ Այսօր մենք երբ որ թույլ չենք տալիս, որ Հիսուսը լվա մեր ձեռքերը, մենք ասում ենք, որ Տեր, իտո ես ենքան անմեղ եմ, որ ինչ լվանաս։ Էլ ինչ մաքրես, ես ամենաարդարն եմ, այն մնացածներից սուրբերը չեն, սուրբը ես է, իրանք է մեղավոր։ Եվ Հիսուսը ասեց, լվացվածի ոտքերը լվանալուց զատ ուրիշ բան պետք չէ, այլ բոլորովին մաքուր են, եւ դուք մաքուր եք, բայց ոչ ամենք։ Պետրոսը թույլ տվեց Հիսուսին, ասելով Հիսուս, ոտքերս է լվա, ձեռքերս է լվա, գլուխս է լվա։ Ոտքերս խորհրդանշում է ճանապարհներս։ Տեր ուր են քարի մի ոտքերս։ Իմ ճանապարհներս ուր են։ Ուր են ուղղված։ Դավիթը 119 Սաղմոսի մեջ ասում է. Տեր աղաչում եմ իմ գնացքս քո կամքի մեջ հաստատիր։ Այսինքն գնացք ասելով ասում է Տեր ուր որ գնում եմ, ինչ որ անում եմ, խնդրում եմ որ դա քո կամքի մեջ լինի եւ դա դու հաստատես։ Այսօր մեր ոտքերը ուր են գնում, ուր են փապագում մեր ոտքերը գնալու, արդյոք դու ուրախ ես Տիրոջ տան մեջ գալու, արդյոք դու վազում ես, ես վստահ եմ, որ գալու է օրը, որ մեր ոտքերը վազելու են Տիրոջ տան մեջ, եւ մենք իրականում վազելով ենք գալու, որովհետեւ Աստծո սերը մեր կյանքի մեջ անսահման է սիրելիներ, եւ որ այդ սերը գալիս է, ստիպում է որ դու վազես, ստիպում է որ կես ժամ էլ շուտ գաս, որովհետեւ դու սիրում ես իր ներկայությունը։ Եվ քո գնացքը, քո ճանապարհները գալիս են Տիրոջ տուն, գնում են Տիրոջ տնից, այլ մարդկանց մեջ, այլ տներ Աստծո խոսքը տանելու։ Ձեռքերը մեր գործերն են սիրելիներ։ Ինչ գործեր եք մենք գործում այսօր։ Որն է մեր գործը։ Արդյոք մենք ունենք գործ, որը հավիտենական է։ Արդյոք մենք մտածում ենք այն գործի մասին, որը այսօր չի երևում, բայց ամենաարժեքավորն է։ Թե մենք մտածում ենք միայն գործենք մարմնավորի, հագուստի, կերավորի համար, որը այսպես թե այնպես, ուզես թե չուզես պիտի անցնի։ Այն ամենալավագույն գեստը, որ հագել ես, հագնում ես եւ քեզ լավ ես զգում, ուզում եմ քեզ հիասթափեցնել։ Գալու է մի օր, որ այդ գեստը, որը դու հագել ես, գցելու ես մի հատ փայդի վրա արդյոք մենք ունենք գործ, որը հավիտենական է, արդյոք մենք ունենք գործ, որ դարակով է անցնում եւ գլուխս, որը մեր միտքն է։ Ինչ ես մտածում դու այսօր։ Արդյոք մտածում ես մի որոշում, որ Աստծո կամքը գործադրելն է։ Արդյոք քո գլխի մեջ կա մի միտք, որը հոգեվոր բան է բերում քեզ։ Թե քո միտքը առօրյան ու աշխարհն ուրիշ բան չկա։ Ես ուզում եմ, որ ոտքերս, ձեռքերս եւ գլուխս այս մարմնի անդամներն են, որոնց համար Պետրոսը խոսում է մարգարեաբար, բայց ինքը չի հասկանում։ Հիսուսին ասում է լվա։ Արդյոք Հիսուսը լվացել է քո միտքը եւ դու այսօր հիվանդ միտք չունես։ Արդյոք Հիսուսը սրբել է քո միտքը, որ դու չարություն չես մտածում, անօրենություն չես խորում եւ մտածում ես այնպես, ինչպես հայրն է մտածում։ Գիտեք, շատ խորն է այս հայտնությունը եւ իրականության մեջ մենք ամենքս կարիք ունենք, որ Տիրոջ բաժին ընտրենք։ Ես վստահ եմ Հակոբին ու Եսավին գիտենք, որ Եսավը ժառանգելու էր հոր օրհնությունը, բաժինը, օրհնության, ամրանելության բաժինը։ Բայց Եսավը հետո եկավ ու սովված էր, ասեց
Աղբորը ասեց ինձ մի անուն կերավոր տուր։ Ես սոված եմ, ինձի հարց տվեք, ես ուտեմ այդ անդրանիկությունը ձեզի եմ։ Ու ինքը իր անդրանիկությունը ծախեց, իր հոգևոր օրհնությունը, հոգևոր բաժինը ծախեց։ Արդյոք մենք այսօր պատրաստ ենք կերավորի համար ծախենք մեր բաժինը։ Այն բաժինը, որը հավիտենական է, Տիրոջ սեղանը, Տիրոջ ընթրիքը, որը Տերը պատրաստել էր, վերջինն էր, ամեն վերջինն էր, որ Հիսուսի հետ ունեին, արդյոք ես պատրաստ եմ դա ծախեմ։ Արդյոք ես պատրաստ եմ այսօր Հուդայի նման լինել, որովհետև վերևի համարները ես չկարտացի, բայց եթե կարտակ ասում եմ նախքան որ ընթրիքը պիտի լիներ, Հուդան արդեն Իսկարիովտացին իր սրտի մեջ թույլ էր տվել սատանան ներդնի, այսինքն սատանան տնի մի ծրագիր, որ Հիսուսին մատնելու է։ Գիտեք, սիրտը մեր ամենաթափում եւ ամենակարևոր օրվաններից մեկն է։ Սիրտը այնտեղն է, որ ոչ մեկս չեմ տեսնում, միայն Աստված է տեսնում։ Ինչ է գալիս քո սրտի մեջ։ Ինչ գաղտնիք կա քո սրտի մեջ, ես գաղտնիք եմ ասում, բայց ուզում եմ քեզ հիասթափեցնել նորից։ Հիսուսի համար գաղտնիք չկա։ Կա իմ եւ քեզ համար մենք իրարից կարող ենք բան թաքցնել, բայց Հիսուսից ոչ մի բան չենք կարող թաքցնել։ Եթե քեզ հաջողվել է, ասեմ, որ կհիասթափվես։ Որովհետեւ Հիսուսը մի քանի րոպե հետո ասում է, ում որ քատախեմ հացը եւ թրջած տամ, նա ինձ մատնելու է։ Ասում են 12-ից մեկը ինձ մատնելու է, ոչ մեկն էլ չգիտե, Պետրոսը նայում էր, ով էր Հիսուսի մոտին, Հովհաննեսին մտածեց, որովհետև ավելի մոտիկ էր, այն մյուսին նայեց, ու ամեն մեկը մեկի վրա նայելով, ինչպես որ մենք ենք անում մարդկային, Հիսուսը ասեց սպասեք, ում որ թաթախեցի եւ տվեցի նա։ Գիտեք, մեր սրտի մեջ եթե մենք ինչ ենք թույլ տալիս, ով է լցնում քո սիրտը, ինչ հիվանդ միտք կա, ինչ սխալ միտք կա, ինչ բան կա, որ լցնում է քո սիրտը, եւ դու Տիրոջ բաժինը չես կարող վերցնել։ Եվ դու Տիրոջ բաժինը արդեն իսկ ծախել ես, Տիրոջ բաժնից արդեն իսկ հրաժարվել ես, ուղղակի ձևն է, որ դու այդ սեղանին մոտեցել ես, այդ սեղանի մոտ նստած ես, բայց իրականում քո սիրտը Հիսուսի հետ չէ, քո սիրտը իր միաբանության մեջ չէ, որովհետև դու թույլ ես տվել, որ սիրտը լցնի թշնամին։ Արագած Գիրքն ասում է, ամենախորամանկ օրգանը մարդու սիրտն է, որովհետև ամեն խորամանկություն եւ ամեն չարություն այնտեղից է դուրս գալիս։ Գիտեք, եթե մեր սրտի մեջ կա նախանց չներում, ադելություն, կասկած, կռիվ, հակառակություն, չընդունել, մեղքեր եւ նմանատիպ բաներ, մենք չենք կարող Տիրոջ բաժինը ընդունենք։ Մենք կարող ենք ապաշխարել, ասել Տեր, կխնդրեմ, այսօր մաքրիր ինձ, սրբիր ինձ, որպեսզի ես կարողանամ ընդունել քո բաժինը, կարողանամ մոտենալ այն սեղանին, որը այսօր պատրաստել ես, որովհետև իրականում Աստված ինքն է սրտերը քննող սիրելիներ։ Եվ Տերը քննելով յուրաքանչյուրի սիրտը, ասում է թույլ կտաս այսօր մաքրեմ քո սիրտը։ Այսօր ուզում եմ, որ ամեն մեկը զգաք, որ Հիսուսը ուզում է եւ ասում է, թույլ կտաս ոտքերդ լրվան, թույլ կտաս ականջներդ սրբել։ Այն սխալ խոսքերը, որ լսել ես, որ քո քույրը, եղբայրը ասել է, միգուցե դա իրական էլ չէ, բայց դու լսել ես եւ դա փոխել է քո վերաբերմունքը մյուսի նկատմամբ, Աստված ուզում է այսօր մաքրել, ասում ես չէ, սպասի, վիրավորողն եկան ուժեղ են, հեչս որ հələ սպասում ես, որ տեղը պիտի տնես իրան։ Գիտեք, իրականում մենք կարիք ունենք, թույլ տաք։ Եթե Հիսուսը այսօր քեզ մոտենա, ես վստահ եմ կմոտենա, դու այսօր հանդիպում կունենաս, դու կասես Տեր, ոչ միայն ոտքերս, այլ նաև ձեռքերս, աչքերս էլ, սիրտս էլ, գլուխս էլ, մաքրիր։ Եվ Հիսուսն ասում է այն, որ մաքրված, այլևս մաքրում է, իր խոսքը մաքրում է։ Եվ այս ամենը Հիսուսը անելով 15-րդ համարն եմ ուզում կարդալ սիրելիներ, ասում է, որովհետև այս օրինակը ձեզ տվի, որպես ինչպես որ ես ձեզ արեցի, նույնը դուք անեք միմյանց։ Հիսուսը ասում է, եթե այս փոքրերից որևէ մեկին մի բան արեցիք, համարեք, որ ում եք արել, ինձ եք արել։
Գիտեք, Աստծո չափանիշն ու Աստծո բաժինը մտածելակերպը այսպիսին է, եւ մենք կարիք ունենք դա ճանաչել։ Եթե դու Տիրոջ տան մեջ ինչ-որ մի բան ես անում, ու մինչև այսօր չես հասկացել, թե ում համար ես անում, դու շատ արագ կերածես, դու շատ արագ կկոտրվես, որովհետև դու մարդուց բաժին էիր սպասում, որ պիտի մտնեին ասեին, այ այսպես լավն էր, այդ մարդը չի տեսել, չի ասել, բայց դու քո մեջ արդեն ներված ես, որովհետև դու արել ես նոր, չգիտեմ մեկը տեսներ, բայց չի տեսել։ Ես ուզում եմ քեզ ասել, Հիսուսը օրինակ է, որ թողեց, մենք չտեսանք։ Բայց այսօր մենք այդ հետևորդներն ենք, որ մենք հասկանում ենք, որ Հիսուսը դա արեց իմ եւ քեզ համար։ Արեց, որ նույնը մենք այսօր իրար անենք։ Արեց, որ այսօր մենք իրար ընդունենք, արեց, որ մենք այսօր կարողանանք հաղորդության այն սեղանին մոտենալ, որին կարիք ունենք, որ ամեն մեկս այսօր մոտենանք։ Գիտեք, այս օրինակը կարևոր է մեզ համար, որ մենք կարողանանք ընդունել մեկս մյուսի կատարած ծառայությունը։ Գիտեք, ինչքան կարևոր է, երբ որ մի ծառայություն են անում եւ դու այնտեղ չես, բայց մոտենում ես եւ ասիդը ուրախ է, որ մարդիկ ինչ-որ բան անում։ Եվ կանգնած նայում ես ու ասում ես, Տեր շնորհակալ եմ, որ քո տան մեջ մի հատ ծառա կա։ Տեր շնորհակալ եմ, որ քո տան մեջ մեկը կա, որը ոգեր է անում։ Տեր շնորհակալ եմ, որ քո տան մեջ մեկը կա, որ պարուհան է անում։ Տեր շնորհակալ եմ, որ քո տան մեջ մեկը կա, որ քեզ ծառայում է։ Կապ չունի իմ պատկերացումով է դա, իմ ուզածով է դա, իմ սրտով է դա, թե չէ, բայց քո տան մեջ ծառայություն կա, Տեր, եւ ես կարող եմ այդ ծառայությունից օգտվել։ Ես կարողանում եմ այդ ծառայությունից օգտվել, ոչ թե ուղղակի կանգնել եւ գնահատականներ շռայլել։ Գիտեք, մենք այսօր գնահատականներ ենք շռայլում, բայց որ դիշտից, այն դիշտից, որ նոր աշխարհն է տալիս։ Այ ես գիտես ինչ եղքենեի, այ օրնձի տային ես բաներ ես ընե փառք ասում որ քեզի չէին գրել։ Քո ժամանակն էլ կգա, քեզ էլ կգա։ Բայց իրականում մենք կարիք ունենք ամեն մեկս ընդունենք այն ծառայությունը, որը Հիսուսը մատուցում է, եւ Հիսուսին չասենք Տեր, բայց դու ինչի որոշեցիր այդպես։ Գիտեք, Տերը ինքը որոշեց աշակերտների ոտքերը լղալ, որովհետև ինքը սիրում էր։ Այսօր ցանկացած ծառա, որը Աստծո տան մեջ, Աստծո դաշտի մեջ աշխատում է, ես վստահ եմ Աստվածային սիրուց դերթված եւ Աստծո արկայության համար է անում, որովհետեւ այն ինչ որ դու քեզ համար, քո մարմնավորի համար ես ուզում անել, դա ժամանակավոր է եւ պիտի անցնի։ Մինչև որ մենք հաղորդության սեղանին կպատրաստվենք մոտենալու, ուզենամ որ ես աղոթքի մեջ ուղղակի կարգուկանն ուշադիր եղեք, որ չխանգարենք եւ չբացենք փակել, մենք կարողանանք աղոթքի մեջ թույլ տալ Հիսուսը այսօր սրբի մեզ։ Մինչև որ ես հաղորդության սեղանին կմոտենանք, ուղղակի մի պահ գիտակցենք Տիրոջ մարմնի կարևորությունը սիրելիներ։ Կորինթացիներ 12-րդ գլուխ առաջի Կորինթացիներ 12-րդ գլուխ 30 համարն եմ ուզում կարդալ։ Սրա համար ձեր մեջ շատ հիվանդներ եւ ցավակարներ կային, շատերն էլ կննջեին, որովհետեւ եթե ինքներս դատելու լինեինք, պիտի չդատապարտվեինք, եթե մենք մեզ ենեինք։ Աստծո խոսքը մեզ խոսում է, որ մենք կարևորենք ինչ բան է Տիրոջ տունը, Տիրոջ մարմինը եւ Տիրոջ մարմնին մոդենալը։ Մարմին, որ ասում է սիրելիների նկատի ունի եկեղեցին։ Ինչու համար ես դու գալիս եկեղեցին եւ եկեղեցու մեջ ինչ կա, որ դու կարևորում ես։ Ես վստահ եմ, որ այն սերը, որը դու Տիրոջ տան մեջ վայելել ես, դա է քեզ մղում, որ այսօր դու մոդենաս Տիրոջ սեղանին։ Այն սերը, որը Աստված մենք ունենք եւ վայելել ենք Իրանից, այդ սերն է մղում մեզ, որ մենք իր առաջ կանգնելով ասենք Տեր, ես ուզում եմ, որ այսօր ձեռքերս սրբես։ Տեր, ես ուզում եմ, որ այսօր ոտքերս լվանաս։ Ես ուզում եմ այն հայտնությունը քո մարմնի, որի կենտանի քարն եմ ես։ Ես այսօր ավելի ու ավելի գիտակցեմ նախքան այն, որ կմոտենամ այս հաղորդության հացին եւ արյանը։ Եկեք կանգնենք ոտքի։ Ով հրաշալի Հայր ամենակարող Աստված։
աղոթում եմ, որ ամեն մեկիս միտքը գա քո վրա հիմա։ Որպես քո մարմնի մի անդամ Տեր